Ողջույն, ես Ռոբն եմ, իսկ դուք գտնվում եք ուրիշ ֆուտբոլ յութուբյան ալիքում։ Մենք գտնվում ենք հանրապետական մարզադաշտում, որտեղ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Հունգարիայի հավաքականի հետ հանդիպմանը։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի խաղում մեր ընտրանին ընդունելու է հունգարացիներին։ Ուրիշ ֆուտբոլը ներկա եղավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի եւ ֆուտբոլիստ Կարեն Մուրադյանի նախախաղային ասուլիսին, ինչպես նաեւ մեր հավաքականի նախախաղային մարզմանը։ Մենք նաև լսեցինք հունգարացիների գլխավոր մարզչին եւ նրանց ֆուտբոլիստ Միլոշ Կերկեսին, ով խաղում է Լիվերպուլում։ Ինչպես նաև դիտեցինք մրցակցի նախախաղային մարզումը։ Հենց այդ ամենը կկարողանաք դիտել մեր այսօրվա տեսանյութում։ Իսկ մինչ այդ կխնդրեմ ձեզ անպայման սեղմել լայք կոճակը, որպեսզի մեր տեսանյութը ավելի շատ մարդ դիտի եւ իհարկե բաժանորդագրվեք ուրիշ ֆուտբոլ յութուբյան ալիքին, դրեք լայք եւ միացրեք զանգակը, որպեսզի մենք նորից հանդիպենք։ Դե ինչ, հաջողություն ենք մաղթում Հայաստանի ազգային հավաքականին Հունգարիայի հետ խաղում, իսկ ձեզ բարի դիտում։ Մնացեք ուրիշ ֆուտբոլի հետ։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի եւ կիսապաշտպան Կարեն Մուրադյանի նախախաղային մամուլի ասուլիսը նվիրված Հայաստան-Հունգարիա հանդիպմանը։ Խնդրում եմ սկզբից հարցերը ֆուտբոլիստին, որպեսզի հասցնի նաեւ մարզմանը ներկա լինի, այնուհետեւ հարցերը կլինեն գլխավոր մարզչին։ Արման Ապելյան, Fast Media, Կարեն, դուք խաղացիք Հունգարիայի դեմ, փոխարինման մտաք դրսի խաղում, ինչ կարծիք ունեք մրցակցի մասին։ Դե սաղսե գիտենք, որ ուժեղ մրցակից է, սակայն իմ կարծիքով մենք լավ խաղացինք այնտեղ ու այդ խաղը կարող էր ուրիշ ձև է դասավորվեր։ Կան հարցեր։ Կարեն, վերջին անգամ հավաքականի հիմնական կազմում մոտավորապես 4 տարի առաջ եք եղել, արդյոք Արարատ Արմենիայում լավ ելույթները կարող են ձեզ օգնել, որ նորից հավաքականում հիմնական կազում հայտնվեք։ Դե միանշանակ ես միշտ եմ փորձում լավ հանդես գամ իմ ակումբում, որ կարողանամ հավաքականին օգուտ տալ։ Պետք է խաղանք ավելի կարկապա, ամբողջ խաղը 90 րոպե անենք մեր աշխատանքը, անմնացորդ նվիրվենք եւ այդ դեպքում իմ կարծիքով կարող ենք հասնել դրական արդյունքի։ Ամո Հովանեսյանը 30-ից բարձր ֆուտբոլ։ Ինչ կարծիք ունեք ընդհանուր հավաքականի երիտասարդ դասի։ Ուրախալի է, որ երիտասարդ ֆուտբոլիստներ են հայտնվում, որոնք համադրում են հավաքականը եւ ես միայն ուրախ եմ, որ մեր հավաքականը ունենա լավ երիտասարդներ, որոնք ապագայում միայն ուժեղացնելու են մեր հավաքականը։ Շնորհակալություն, Կարեն, արդեն կարող է գնալ մարզմանը, մենք շարունակենք հարցերը Հայաստանի ազգային գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Պարոն Մելիքյան, կարևոր խաղին ընթառաջ ունենք կորուստներ, ունենք նաև երիտասարդ նորեկներ, ընդհանուր առմամբ ինչ վիճակում է մեր ազգային թիմը մոտենում Հունգարիայի հետ հանդիպմանը։ Ասեմ, որ թիմը հոգեբանորեն են պատրաստ է այս խաղին, այո, ունենք կորուստներ, բայց եւ եթե նայենք մի ուրիշ կողմից ունենք հնարավորություն տեսնել մյուս ֆուտբոլիստներին եւ սա լավ շանս է նոր կազմով, որովհետեւ մի քանի 4-5 հոգի ֆուտբոլիստ չեն խաղալու հավաքականի կազմում նախորդ խաղերի համեմատ իմ համար շատ լավ փորձություն է եւ վերլուծության մեծ առիթ կլինի, որ մենք մեր ճիշտ ուղին, որ ճանապարհը, որ մենք ընտրել ենք, այս խաղերը մեզ շատ կօգնեն։ Շատ ուրախ եմ միտեղ, որ ունեմ սենց հնարավորություն վերլուծելու եւ շարժվելու ճիշտ ուղղությամբ։ Կհաղթենք վաղը թե չէ, շատ կուզենայի, բայց մենք պատրաստ ենք եւ հաղթանակի, եւ ոչ ոքի, եւ պարտության հոգեբանորեն, բայց ամենակարևորը, որ մենք պատրաստ ենք պայքարելու վաղը։ Պարոն Մելիքյան,
Վլադիմիր Գաբրելյան սպորտվորտային պարոն Մելիքյան հոկտեմբերյան հանդիպումներից հետո այս պայն ինչպիսի հոգեվիճակում է ընդհանրապես հավաքականը։ Ասեմ, որ մեծ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, որովհետև իմ համար շատ կարևոր է թիմի մեջի մթնոլորտը, տրամադրվածությունը, պոզիտիվը եւ դրա վրա ես շատ եմ աշխատում, ես համոզված եմ, որ շատ հարցեր այս կար ժամանակահատվածում լուծվել են այն խոսակցությունները, որ մինչ ինձ կար, կոլեկտիվի հետ կապված այդ ամեն ինչը ես 90%-ով համոզված եմ լուծել եմ եւ այդ հարցով առայժմ աշխատանք է տարվում։ Պարտությունները մեր վրա չեն ազդել հոկտեմբերյան խաղերի, այլ տվել են առիթ սխալները ուղղելու։ Պարոն Մելիքյան, տեսական հնարավորություն ամեն դեպքում կա խմբից դուրս գալու, որքանով եք դա իրական համարում ու արդյոք առաջիկա խաղում ռիսկի գնալու եք։ Ասեմ, որ շանսեր կան, բայց շանսերը չեմ համարում շատ քիչ, բայց քանի որ ունենք, պետք է պայքարենք։ Բայց ես չեմ եկել հավաքական, որ աշունը հարցեր լուծեմ, արդյունքների հետ կապված, այո, շատ կցանկանամ, բայց ինչի համար, որ ես եկել եմ այս աշունը աշխատելու թիմի հետ այս ցիկլում, ես այդ աշխատանքը տանում եմ եւ իմ արշական շտաբով եւ թիմով բոլորով շատ գոհ եմ այդ աշխատանքից։ Արդյունք ենք ուզում, այո, ես էլ եմ ուզում, ու դրա համար մենք կպայքարենք։ Շանսեր ունենք, այո, ունենք, դրա համար կպայքարենք։ Արմեն Կարամյան, առաջին ալիք, պարոն Մելիքյան, դուք էլ ասացիք, գիտենք, որ բավականին լուրջ խնդիրներ կան հարցերի գծում, ձախ հարցակողական ոճի կիսապաշտպանի կամ վինգերի գոտում եւս, ու մենք տեսնում ենք, որ այդ դիրքում երկու հավասարազոր պաշտպան ունենք, գրեթե հավասարազոր, Էդգար Գրիգորյան ու Տիկնիզյան, վերջինս ավելի շատ հարցակողական որակներ ունի, արդյոք դուք դիտարկում եք հիմա կամ հետագայում 5 պաշտպանով խաղալու պարագայում Էդգարին օգտագործել, Տիկնիզյանին էլ առջևում։ Կունենամ ընկերական խաղեր անպայման փորձարկումներ կանեմ, այո, եւ ամենակարևորը ինչ պետք է անեմ ես ընկերական խաղերին, որը չեմ կարող ռիսկի գնալ պաշտոնական հանդիպումներում, դա այն է, որ ֆուտբոլիստերին տալ հնարավորություն, որ ունենան իրենց հնարավորությունը ցույց տալու եւ մտնել մրցակցության մեջ։ Հավաքականին պետք է բերեմ այն տեղը, որտեղ լինի առողջ մրցակցություն եւ ոչ մի ֆուտբոլիստ չզգա, որ ինքը փոխարինվող չի։ Բոլորն էլ պետք է լինեն մեր հավաքականում եւ զգան, որ հնարավոր է փոխարինման մեջ ընկնեն։ Ռոբերտ Մարկոսյան, Ուրիշ ֆուտբոլ, նախ հաջողություն եմ մաղթում վաղվա խաղում, պարոն Մելիքյան, հարցս կենտրոնական հարցակողների մասին է, դուք ակումբային կարիերայում մարզչական սիրում եք այնպիսի հարցակող ունենալ, որը կկարողանար ընդունել գնդակ բալ եւ արդեն հնարավորություն ստեղծել իր թիմակիցների համար բացվելու, արդյոք Արայք Էլոյանը կարող է այդ ֆունկցիան կատարել եւ արդյոք տեսել եք պարապմունքների ժամանակ Ֆին Կերակոսյանի խաղը, ով ավելի բարձրահասակ եւ այսպեսի հանդաղդամ հարցակվող է, կենտրոնական հարցակվող իսկական ինը համար, արդյոք դիտարկում եք նրան մոտ ապագայում հավաքականում օգտագործելու տարբերակները։ Շնորհակալություն։ Այո, շնորհակալություն, այո, ես հավատում եմ իրեն եւ մեր երիտասարդ տղաներին, բայց պետք է ունենամ դրա հնարավորությունը եւ կսպասեմ գարուն համար ընկերական խաղերին, որ կարողանամ այդ ամեն ինչը ավելի պրակտիկայի մեջ տենալ, բայց պատկերացում ունեմ, այո, դուք վաղը կտենաք թիմ, մեկտակային կազմ, որտեղ թիմի շատը լինելու են Հայաստանի առաջնությունից, ես չեմ հիշում երբ է նման բան եղել,
մեր հավաքականի կազմում, բայց տեղացի ֆուտբոլիստները ավելի շատ են լինելու դաշտում, քան մեր դրսի տղաները։ Միտեղ դա ինձ ուրախացնում է, որ ներսի տղաները հասկանան, որ ունեն մոտիվացիա, որ ունեն հնարավորություն խաղալ մեր հավաքականում։ Ռիսկ է, այո, ռիսկ է, բայց ես գիտեմ ուր եմ գնում ու ինչա պետք ինձ դրա համար ես չեմ վախենում, էլի եմ ասում, պարտությունից եւ շատ մեծ ցանկություն ունեմ հաղթելու։ Պարոն Մելիքյան, քանի որ խոսք գնաց հարձակման գծից, սեպտեմբերին դուք հրավիրել էիք Նորբերտո Բալեկյանին, բայց նա չժամանեց հավաքական։ Արդյոք հետագայի համար հույսեր կապում եք նրա հետ, թե կարելի ասել Բալեկյանի էջը փակված է հավաքականում։ Առայժմ չեմ մտածում, չեմ կարող հետոյի մասին բան ասել, առայժմ չեմ դիտարկում իրեն, որովհետև ես բոլոր խաղերին համարյա ներկա եմ Հայաստանի առաջնությունում, երբ դրսից կհրավիրենք ֆուտբոլիստներ, ես պետքա վստահ լինեմ, որ ինքը շատ մոտ է մեկնարկային կազմին։ Եթե չէ, ուրեմն մեր տեղի տղաները արդեն կամաց պետքա աշխատեն, որ մրցակցության մեջ մտնել։ Շավարժ Հարությունյան, Շավիթայմ, պարոն Մելիքյան, 4 ֆուտբոլիստ առանցքային բացակայելու են, արդեն որոշել եք, թե վաղվա հանդիպմանը որ ֆուտբոլիստները կփոխարինեն նրանց։ Շնորհակալություն։ Իհարկե, մենք գիտենք կազմը, մենք աշխատանքը տարել ենք, բան չի մնացել, 24 ժամ պլյուս մինուս, մենք ամեն ինչին արդեն պատրաստ ենք, բայց 4 չէ, 5 ֆուտբոլիստ չկա, Միրանյանն էլ չկա, որը մեր համար կարևոր ֆուտբոլիստ է։ 5 հոգի չկան, բայց այն տղաները, որոնց ես վստահում եմ, եւ հավատում եմ։ Լարեկ Արուշանյան մեդիա։ Պարոն Մելիքյան, հետաքրքիր է Արտյոմ Բանտիկյանը խաղա ժամանակ կստանա, թե չէ, նա նշել էր, որ կանչել եք, որպեսզի ադապտացվի թիմին, տղաների հետ այսպես մտերմանա, հետաքրքիր է նրանք օգտագործեք նման բարդ հանդիպումներում, ու նաև հարցակման թեման շարունակելով Սարգիս Ադամյանը ռեգիոնալ լիգայում գրեթե ավելի լավ է խաղում, կարելի ասել, քան Ռանոսը, երկուսն էլ նույն մակարդակում են այժմ խաղում։ Ադամյանը չէր եկել, Վանսխիպին ասել էր, որ այլևս չի ցանկանում խաղալ, բայց հնարավոր է Մաշչի հետ էր կապված խնդիրը։ Հետաքրքիր է փորձել եք նրա հետ խոսել կամ նպատակ ունեք խոսելու եւ փորձել հետ վերել հավաքական։ Ադամյանի մասով փակագծերը չեմ բացի, դա ներքին կուխնյայի հարց է եւ չեմ խոսա դրա մասին, կներեք, ինչ վերաբերում է Արտյոմի Բանդիկյանի մասին, չէ՞ հարցրեք։ Հա, Բանդիկյանին, այո, ես հրավիրել եմ, որովհետև 20 տարեկան է, ես իրեն մոտ տենում եմ ապագա եւ ինքը մեզ կօգնի հավաքականում ապագայում, իսկ եթե լինի առիթ, ես չեմ վախենա, իրեն վստահ եմ։ Խաղը ցույց կտա, ինչ խաղ է գնում, բայց չեմ կարող ասել, որ ինքը հեռու է մեզանից։ Կամաց ավելի վստահ կլինեմ, բայց եւ չեմ վախենա։ Վերջին հարցը Պարոն Մելիքյան, ցանկանում հարցնել Նարեկ Գրիգորյանի մասին, որը այն ֆուտբոլիստներից է, որ Հայաստանից տեղափոխվել է արտասահման եւ ամրապնդվել է, առաջին անգամ է ձեր օրոք հավաքականում, ինչ տպավորություն ունեք նրանից եւ արդյոք հույսեր կապում եք։ Այո, իրեն հետ հույսեր կապում եմ, շատ լավ իրեն ճանաչում եմ Հայաստանի առաջնությունից, լավ իրեն որակները գիտեմ, լավ ֆուտբոլիստ է, լավ տղա է, պետք է համբերել եւ այնպես չէ, որ մինչև ինձ ինքը խաղացել է այդքան ու ինքը իր տեղում է, ոնց եղել է մինչ ինձ, պրոգրես կունենա, ժամանակը ցույց կտա։
Պարոն Մելիքյան, եթե սեպտեմբերյան խաղերից առաջ դուք նոր եք ստանձնել հավաքականի ղեկը, արդեն ճնշում կար մեկ թեկուզ եւ միայն այդ առումով, որ պետք է գոնե 2-ից 1-ում հաղթել, հոկտեմբերյան խաղերից առաջ հաղթելու ցանկություն կար, որովհետեւ պայքարը շարունակելու հնարավորություն կար։ Հիմա, ինչպես դուք ասացիք, շատ քիչ է հնարավորությունը եւ բոլորն էլ պետք է իրատես լինեն։ Արդյոք դա ինչ որ չափով ճնշումը հավաքականի վրա նվազեցրել է եւ ավելի ազատ գործելու հնարավորություն է տալիս թե ձեզ, թե հավաքականին։ Ես ասեմ շատ կարևոր հոգեբանական ուղղություն, որը ես եմ մտածում եւ իմ թիմը։ Մենք չենք առաջի հերթին մեր նպատակը դա չի եղել, որ այս գրուպայում ունենանք առաջի երկրորդ տեղը։ Մեր նպատակը կարողանանք ունենալ ճիշտ ուղղություն, ճիշտ աշխատանք, սխալների վերլուծում, ուղղում, կոլեկտիվի առողջ մթնոլորտ շատ հարցեր, որում մենք այդ ուղղության վրա ենք։ Այս երկու խաղը ես չեմ մտածում դուրս գալու մասին կամ հաղթելու։ Ես մտածում եմ այս լավ շանս է այս երկու խաղը շատ բաների վրա աշխատելու։ Եթե կհաղթենք շատ ուրախ կլինեմ, բայց եթե չկարողանանք էլ, մենք շատ հարցեր այս խաղերով կարող ենք լուծել մեր ապագայի համար։ Վահագն Ամիրջանյան, Վահագ Սպորտ, պարոն Մելիքյան, նախորդ խաղերում հավաքականը հաջող է խաղացել առաջին կեսերը, բայց երկրորդում Հունգարիայի հետ թիմը դաշտի կենտրոնում որոշակի խնդիրներ ունեցավ եւ հետո եկավ գոլը, հետո բարդ էր պահել նույն տեմպը, իսկ Իռլանդիայի հետ եղավ կարմիր քարտի դրվագը, ինչից հետո արդեն թիմը հասկանալի պատճառներով կորցրեց խաղային տեմպը։ Հարցը հետեւյալն է, ինչ աշխատանք եք կատարել այդ կայունությունը ամբողջ հանդիպման ընթացքում պահպանելու համար։ Եթե դուք այդ երկու խաղի մասին է չէ խոսքը հոկտեմբերի, ասեմ, որ Վենգրիայի խաղը 1-0 պարտվում էինք եւ երկրորդ խաղակեսին եւ ընդմիջմանը եւ երկրորդ խաղակեսին 3 տակտիկական աշխատանք տարանք, որ կարողանայինք խաղը փրկեինք։ Գնացի Վաբանկ, ես չեմ կարող ասել, որ մենք խաղով խեղճացանք, այո, Վաբանկը չաշխատեց, բայց մենք փորձում ենք խաղը փրկել, չեմ կարծում, մենք ինչ ռեսուրս ունենք, ինչ հնարավորություն ունենք, մենք դրանից ամենամաքսիմալն ենք ուզում խաղեինք։ Ինչ վերաբերում է Իռլանդիայի խաղին, մինչև կարմիր քարտը ես պրոբլեմ չեմ տեսել, կարմիր քարտից հետո իհարկե մրցակիցը գիտեր, որ տանը խաղում է 1 հոգի ավել եւ ուզենք թե չուզենք մենք ճշում կզգայինք ու մենք 10 հոգով ստացվեց սխալներ, որոնք պատժվեցինք։ Չեմ կարծում ես պրոբլեմներ եմ տենում այնտեղ, բայց միևնույն ժամանակ աղամ ասել, որ շատ ուժեղ հավաքականների դեմ ենք խաղում, իհարկե մենք կունենանք ու եւ կզգանք ճնշում եւ պրոբլեմներ, դա նորմալ է, պետք է դիմանալ եւ միասին լինել եւ այդ ուդարը ընդունել եւ աշխատել։ Hi coach. Hi, it's Peter Knight from Hungarian media outlet Goldman Dinner. After the first game against Hungary in Budapest, you said if you put a classical striker on the pitch, you could have drawn or even won the game. What experience you gained from Hungary based on the first game? And were you surprised that Hungary took a point from Portugal in Lisbon after the game they played against you? Հասկացա հարցը, ասեմ, որ չունեմ այդ ռեսուրսը, որ կարողանամ շատ արագ մի ամսում շատ եմ մանեկե, իմ ուզած ֆուտբոլիստին այս մի ամսվա մեջ չեմ գտե, ունենք են ինչ ունենք, բայց այս տղաներով էլ ես կարող եմ պայքարել ձեր թիմի դեմ եւ աշխատել, հասնել արդյունքի ու կարողանալ ինչ-որ միտեղ ձեր տրամադրությունը գցել։ Եթե ստացվի, եթե չէ, շնորհավորենք եւ կճանապարհենք այստեղից։ Ոչ, անակնկալ չէ Պորտուգալիայի հետ ձեր ոչ ոքին, որովհետեւ դուք շատ ուժեղ թիմ ունեք եւ պատրաստ եք պայքարել Պորտուգալիայի նման հզոր թիմի դեմ։ Շնորհակալություն։
Thank you.